շահեկան իրավիճակում հայտնվի։ Ժողովուրդ ջան, քաղաքացիական պայմանագրի թեկնածուն արդեն փաստ է, Արգիշտի Մեխակյանն է։ Արգիշտի Մեխակյանը շահավետ դիրքերում չի կարող ոչ մի դեպքում հայտնվի մի քանի պատճառներով։ Առաջինը ինքը քաղաքացիական պայմանագրի թեկնածուն է։ Երկրորդը ինքը Նիկոլ Փաշինյանի կամակատարներից է։ Երրորդը ամբողջ համայն խոշորացնում են, որ ինքը թեկնածուն ունի, դա արդեն խնդիրներ է։ Չորրորդը Արգիշտի Մեխակյանը թափառաշրջիկ պաշտոնյա է, որտեղ ինչ պաշտոն պետք է լինում տալիս են։ Հինգերորդը մենք ոչ մի երաշխիք չունենք, որ վաղը ինքը նույն սկզբունքներով Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից հրաժարական կտա կգնա փողվարչապետ։ Ոչ մեկը չունի այդ երաշխիքը, որտեղ փաստացի պետք որ ինքը մնա։ Չէ, մեծ երաշխիք պետք չի։ Մասնակցում եք իշխանափոխությանը 18 թվականին։ Այո, մասնակցում էի, ակտիվ եմ մասնակցել իշխանափոխությանը, ոչ թե Նիկոլ Փաշինյանիզացմանը պետության, ժողովուրդ ջան, հեղափոխությանը մասնակցում էին բոլոր այն մարդիկ, ովքեր դեմ էին նախկիններին, բայց հիմա ես տեսակ, որ Նարեկ ջան ներկան բանը նախկինների կողմից եմ հանդես գալիս։ Այստեղ լրագրողական էթիկա կա, դուք պետք է մի հատ նայեիք, եկել եք Էջմիածնի ավականի 3 ֆրակցիաներից մեկի ղեկավարին, տենց հարց եք տալիս։ Այդ հարցը տալուց առաջ իսկ դուք չեք ուզեցել ծանոթանաք այդ մարդու գործունեությունը, որ ինքը 18 թվի ավարտից հակա նիկոլական դիրքերից է հանդես գալի։ Չէ, դուք չգիտեք, հարց եք տալիս, մի անգամ տեսել եք, որ հեղափոխությանը մասնակցել են։ Կառավարումից Նիկոլ Փաշինյանի։ Ամեն ինչը, ինչ որ կոնկրետ բաներ եք ուզում, օրինակ հենց նույն ձև կարանք ասենք առաջին սամ։ Երբ քաղաքական գործչին հիշեցնում են իր անցյալը, դա նշանակում է էթիկայի խախտում։ Դուք ասում եք 18 թվին նրանց կողմից չէիք, հիմա սենց։ Այդ բանը մանիպուլյացիաները շատ եղել, որովհետև դուք բացատրում եք չասոցացվել Փաշինյանի հետ։ Բացատրում եմ, ես չեմ կարող ասոցացվել Փաշինյանի հետ, որովհետև ես Արցախը սիրում եմ, Արցախի համար կռվում եմ։ Փաշինյանի հետ ասոցացվելը դա Արցախը դավաճանել է եկեղեցու դեմ, որովհետև 18 թվականին հույս ունեինք, որ նախկիններից կազատվենք, պես նախկիններ կա ինչ որ սև ու սպիտակի հասարակությանը բաժանելու, հասարակությանը պարակտելու, հասարակությանը պարտության մատնելու մի հատ բան դարձրեցին։ Արգիշտի Մեխակյանը ինչ շանսեր ունի ընտրվելու։ Արգիշտի Մեխակյանը շանսեր չունի ընտրվելու, եթե մենք ինչ որտեղ եք տեսել։ Ավականին քաղաքացիական։ Դուք հենց հիմա դուք ձեր հարցը տեսաք, չէ՞։ Դուք հիմա ինձ հարցնում եք ընտրությունների ժամանակ Արգիշտի Մեխակյանը ինչ շանսեր ունի, ես ասում եմ շանսեր չունի, ասում եք մեծամասնություն։ Լավ մի շեղվեք նոյեմբերի 16-ին տեղի է ունենալու Էջմիածնի արդեն հիմա քանի հենց հիմա կարող է քաղաքացիական պայմանագրից մի քանի հոգի գալիս են, խոշորացումներ չի ստացվում, ամբողջ հավանը հանրապետությունում դուրս են գալիս խոշորացման ծրագրերի դեմ։ Հողի վրա ինչ կա, տեղադրված է հողի վրա կա, որ այսօր նիստը չի կայացել։ Ունենալու Էջմիածնի ընտրությունները խոսակցությունների մակարդակում։ Համայնքը խոսակցությունների մակարդակում։ Էջմիածնի ունի ԿՊ-ն, որ Խոյի նախկին ղեկավար Արգիշտի Մեխակյանով կարող է բարձր ձայներ հավաքել, շատ ձայներ։ Ժողովուրդ, այստեղ ոչ թե Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ այնտեղով մեզ հաղթելու է, այլ գոնե 30%-ից քիչ չի հավաքելու։ Հասկանում եք, խնդիրը հիմա Նիկոլի ոչ թե նրա մեջ է, որ ինքը ավելի շատ պատրաստվում է 26 թվականի ընտրություններին, բայց իրան պետք է 40% ազգային ժողովում ձայն հավաքել։ 40%-ով Էջմիածնում իրան քաղաքապետ չեն կայանալու առաջադրում, բայց 40% էլ չեն հավաքելու, իրենք հավաքելու են մինչև 30%։ Բայց իրենք կարող են այստեղ ժամանակավոր պաշտոնակատար նշանակել եւ եթե լծակներ իրենց ձեռքում են, շատ հանգիստ, ինչպես այստեղ ասում էին, զավթեն քաղաքապետարանը։ Շատ ճիշտ եք ասում, ժամանակավոր Նիկոլ Փաշինյանը վարչապետը պետք է Էջմիածնի ղեկավար նշանակի օրենքի ուժով։ Երբ որ մենք ստեղ չկայանանք նիստերի ժամանակ, քվորումը չապահովեն, իրանք գնան այդ քայլին, քաղաքական դիվերսիա անեն, հետո առաջադրեն, ինչ պետք է անեն, ասֆալտ։ Ժողովուրդ ջան, ասֆալտը անցած ընտրություններից 21 թվականի ընտրությունների ժամանակ ես ասում եմ, ես մարդիկ ասֆալտը հենց նոր սկսեցին անել։ Հիմա ամբողջ քաղաքը տեսնում ենք, այսքան ժամանակ ոչ մի բան չի արվել, սպասում են, որ իրանք մարդ նշանակին ասֆալտ անեն։ Եթե մեր հասարակության մոտ դեռ ասֆալտ այդ մի քանի ամիս անելով կարելի է իրողություն փոխել, ուրեմն մենք իրականում շատ վատ վիճակում ենք։ Հենց դա մեր քաղաքական խնդիրը է, այնա որ հասարակությանը բացատրենք, որ սենց չի լինում կառավարումը, ընտրությունից ընտրություն մի հատ ձեզ ասֆալտ անենք, վարչական ռեսուրսներով ամեն մեկից ինչ որ բան խոստանանք, ինչ որ բանի հասնենք։ Տեղեկություն է շրջանառում, որ նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի ամուսինը կրիմինալ կապերի մեջ է տարբեր անձանց հետ, նաև վերջին սպանությունը իր գազալցակայանում, որ տեղի է ունեցել, ուղիղ առնչություն ունի իր հետ։ Նա Արամ Միրզոյանը ԿՊ-ի ավականու անդամ է։
այս տեղեկությունները որքանով են հավաստի։ Դուք շատ լավ գիտեք, որ ես քաղաքացիական պայմանագիր կուսակցության բոլոր անդամների հետ խնդիր ունեմ անձնական մակարդակով դեռ 20 թվականի պատերազմից հետո։ Լուրջ խնդիր ունեմ, այնպես խնդիրը, որ ես երբեք որևիցե տեղ իրանց հետ մեր ջուրը մի առվով չի կարող գնա, որտեղ իմ համար հիմնարար Հայաստանի Հանրապետության շատ մի հատ լուրջ բան խախտվել է իրանց կողմից։ Երկիրը բաժանվել է մի քանի մասի սևերի, սպիտակների իրանց կողմից։ Ես շատ վատ վերաբերմունք ունեմ այդ մարդկանց նկատմամբ, բայց մտնել իրավական դաշտ ու գնահատական տալ դա իմը չի։ Դրա համար գոյություն ունի ոստիկանություն եւ այլն եւ այլն։ Եթե այդ մարմինները չեն բավարարում այդ մեր հարցերին, ժողովուրդ ջան, բերեք հեղափոխություն անենք։ Ինչպես է Դիանա Գասպարյանը կարողացել շինթույլտվություն տալ իր սկեսրայդին, որը որ շենքերի հետ կապված, նաև շինարարություն են անում, երբ դուք ավականու անդամ եք այդ ժամանակ, ինչպես են կարողացել շինթույլտվություն տալ։ Կարամ պարզ եւ հասանելի ձևով ցույց տամ։ Եթե մենք չենք կարողանում բոլոր ընդդիմադիրներով քվորում ապահովել, մենք կարող ենք մեծամասնություն ունենալ ավականի նիստերի ժամանակ։ Ոչ մեկի։ Դուք աջակցում եք այս Ես ներկա չեմ գտնվել էջմիածնակործան գործունեության եւ նիստերի։ Իսկ դուք տեղյակ չեք, որ նման շենքեր են կառուցվում Դիանա Տեղյակ եմ, եթե մամուլին ուշադիր լինել, ես չեմ բարձրացնել, երևի ազատության բաները որ նայեք, չէ, ազատություն կներեք մի վարքյան, ազատությունով առաջի բարձրաձայնողներից մեկը հենց ես եմ եղել ազատություն լրատվականով, հենց այդ ամեն ինչի մասին։ Հենց այդ ամեն ինչը եղել է, ես դրա մասին խոսել եմ։ Ու հիմա ինձ մեղադրել որ ես ինչ-որ բան չեմ բացաձայնել, ինձ թվում է ճիշտ չի լինի։ Հիմա հրաժարական է նախկին քաղաքապետը, հենց դրանցով է պայմանավորված, ինչու հրաժարական։ Չէ, ժողովուրդ ջան, Նիկոլը շատ խորը թքած ունի ով ինչքան է ուտում։ Քաղաքացիական պայմանագիրը բոլորին տվել է ուտելու իրավունք, բայց այդտեղ խնդիրը ուրիշ բանի մեջ է եղել։ Իրանք այլևս Դիանա Գասպարյանով չէին կարողանալ ընտրություններին գնալ։ Պետք էր ինչ-որ մի հատ sense force majeure ստեղծել, հետո եկեղեցու դեմ ինչ-որ բաներ անել, որպեսզի կարենան քաղաքական դիվիդենդներ հավաքեն։ Ժողովուրդ ջան, այսօր մենք ունենք հենց Էջմիածնի համար շատ կարևոր խնդիր։ Պետական իշխանությունը ու մայր աթոռը կոնֆրոնտացիայի մեջ է, ինչի իմ համար անընդունելի եւ անբարոյական է, որովհետեւ պետական ոչ մի իշխանավոր իրավունք չունի մտնի եկեղեցի ու այդ հետո ինձ կարող է ինչ-որ մեկը հակադարձի ասի, բա ոնց եկեղեցին մտավ քաղաքականություն, եկեղեցին քաղաքականություն կարա մտնի, քաղաքականությունը եկեղեցի չի կարա մտնի։ Դա ինչ օրենքով ներողություն։ Սահմանադրությամբ ասվում է, որ եկեղեցին անկախ կառույց է, անջատ են, այո, բայց ոչ միտեղ չի ասում, որ եկեղեցու քահանան ՀՀ քաղաքացի չի, իսկ ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն քաղաքականություն զբաղվելու։ Հավատացյալ է թե ոչ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը Սուտասան է։ Ես չգիտեմ, Սուտասանը կարա լինի հավատացյալ թե չէ։ Եթե Սուտասանը կարա լինի հավատացյալ, ուրեմն հավատացյալ է։ Ես չեմ կարող է ինքը ուրիշ հավատքներ ունի։ Հավատացյալ բառը չի ասում քրիստոնյա, չի ինչ-որ կոնկրետ բնորոշում տալիս։ Եթե կա ինչ-որ հավատ, որտեղ Սուտասաններն են, ուրեմն կարող է եւ հավատացյալ։ Ես որպես քրիստոնյա այս հարցերը բարձրաձայնում եմ, իրավունք ունի որպես քրիստոնյա բարձրաձայնի, թե ոչ որպես Հայաստանի վարչապետ։ Ես հիմա որ հիմա այստեղ կանգնեմ, ասեմ, ես որպես տիեզերագնաց, ինչ որ բան ասեմ, իմ ասածներին լուրջ կվերաբերվեք։ Ասում է, ով ինչ ուզում ասում է, ասելը դա դեռ ոչ մի իրական հողի վրա բան չի, ասել բոլորը կարող են։ Ձեր խմբակցությունը Սևակ Խաչատրյանի տեխնացությունը։ Ոչ, մենք Էջմիածնում Քոչարյան, Նիկոլ, այդ ամեն ինչից անկախ ֆրակցիա ենք, հայրենատեր ֆրակցիան ենք։ Ընդհանրապես կապ չունենք ոչ մեկի հետ։ Մեր քաղաքական դաշտում թշնամիներն են Քոչարյանը, Սերժը, Նիկոլը, Լևոնը, բոլոր նրանք, ովքեր պետությանը բերել են այս իրավիճակին են հասցրել։ Մենք այն մարդիկ ենք, ովքեր ասում են ախպեր այսքան վատ է կարել, մենք այս վատի վրա պետություն կկառուցենք։ Դրա համար չեմ ուզում առնչվել կամ ընդհանրանալ այդ քաղաքական ուժերի հետ, որովհետև քաղաքական հակասություններ ունեմ, շատ բանը մեծ քաղաքական հակասություն դարավ 20 թվականից հետո։ Գյումրիում էլ կար տարաձայնություն, բայց հանուն նրա, որի ԿՊ-ն չլինի իշխանություն, չնայեցին քոչարյանական, սերժական, դաշնակցական, բոլորը միավորվեցին եւ ԿՊ-ին չթողեցին իշխանություն։ Ժողովուրդ ջան, հնարավոր է Էջմիածնում։ Արեք սենց,
ես չգիտեմ այնտեղ մասնակիցները ինչ քաղաքական գաղափարախոսություններով են մինչև վերջ առաջնորդվել։ Կարանք տեխնացուներին հերթով դնենք բոլորի քաղաքական ուղիները, նայենք ով ինչ քաղաքական ուղով է եկել։ Եթե ես ձեզ ասում եմ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության հիմնասյուներից թույլատնողներից մեկն է եղել, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը իսպառ ոչնչացնողն է եղել։ Ոչ մի դրվագում ես չեմ կարող այդ մարդկանց հետ միևնույն կոալիցիայի մեջ լինեմ։ Այդ նորվա ձեր ասած ասում եք քո ստորագրությունը կա այս պետության քանդվելու մեջ, չէ, չկա իմ ստորագրությունը։ Ես չեմ պատրաստվում ստորագրեմ մի մարդու անվան տակ, որը կքանդի մեր պետությունը։ Լավ, հիմա Այգիշտի Մեխակյանի եթե հաջողվեց եկավ դարձավ ժամանակավոր պաշտոնակատար։ Դուք աշխատելու եք նույն կերպի հետ։ Ոչ, այո, նույն կերպ աշխատելու եմ, չեմ ներկա գտնվելու այդ կեղծ նիստերին։ Այսօր նիստերը դուք բոյկոտելու եք։ Ես մինչև հիմա էլ եմ բոյկոտել, դրա համար իմ ստորագրությունը Էջմիածնից խլված տարածքների փաստաթղթերի վրա չկա։ Այսինքն ինչ ընտրվել է, դուք բոյկոտել եք բոլորը։ Առաջին նիստից հետո հասկացել եմ, որ այլևս այնտեղ անելիք չունեմ։ Այդ իմաստ կա մնալ ընդհանրապես ավականից։ Այո։ Ինչ եք անում։ Որովհետև դուք ընտրական օրենքը իմանալով գիտեք, եթե մեր ֆրակցիան դուրս եկավ, հաջորդն է գալու։ Իսկ հաջորդների վրա վստահություն չունեմ, որ չեն ուզեն այդ փաստաթղթերի տակ իրենց ստորագրությունը լինի։ Այսօր Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել։ Ես ունեմ ինձ ընտրող մարդիկ, ում առաջ ունեմ որոշակի պարտավորություններ, ու ես իմ պարտավորություններն եմ պահում։ Գոնե առնվազն թույլ չեմ տալիս իրանց անունից, իրանց ասացին հակառակ քվեարկություն լինի։ Այսօր Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել, որտեղ ասում է ցավոք ես կաթողիկոսի թեկնածու չունեմ եւ վեհափառին անվանում է վեղարի տակ թաքնված անառակ։ Արդյոք նա կարող է վեհափառին անառակ անվանել այն մարդը, ով Արցախը հանձնել է, ով 2018 թվականին գոռացել է, որ Արցախը Հայաստան է, բայց այսօր 2018-ին չի գոռացել, հետո է գոռացել, 19-ին էլ չէ, 29-ին է գոռացել, կորոնայից առաջ։ Արցախի հրապարակում։ Հա, 19-ին էր, թե 29-ին էր։ Իմ հիշելով 29-ին էր, որտեվ հիշում եմ դրանից հետո միանգամից կորոնան սկսեց։ Ժողովուրդ ջան, դուք ասում եք, որ Նիկոլ Փաշինյանը ասել է, ցավոք ես տեխնացու չունեմ։ Հենց այդտեղից արդեն նախադասությունը պետք է ավարտել։ Եթե Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ ցավոք ինքը տեխնացու չունի, արդեն խնդրեմ է, որտեվ ինքը իր սահմանադրական իրավասություններից դուրս բանի համար ցավում է։ Հասկանում եք, այդ մարդուն արձագանքելը ես գտնում եմ անիմաստ, որովհետև վերջին նրա գրառումներից հետո շատ գեշ բառապաշարով ես չեմ պատկերացնում մի երկրի ղեկավար, որը կարա նման բառապաշարով շփվի։ Մենք իմ համար հանրության հետ շփվելու ձև կա։ Ես կարա իմ նեղ անձնական շրջապատում շփվեմ նենց, ոնց ինձ հարմար է։ Ասեմ այն ինչ որ տենց չի կարելի հանրությանը ասել, չէ, բայց եթե ես երկրի ղեկավար եմ, կամ լավ երկրի ղեկավար էլ չեմ, հանրային դեմք եմ հանրության մեջ խոսելու ինձ իրավունք է վերապահվել։ Ես խոսեմ նման բառապաշարով, հենց մեր խնդիրները սկսեց այդտեղից, որ ինչ որ մարդիկ իրավասություն իրենց վերապահեցին նման լեքսիկոնով շփվել, անհարգել այն մարդկանց, ովքեր իրենց քվե են տալիս։ Դրա համար խոսել Նիկոլ Փաշինյանը սենց ասեց իրավունք ուներ թե չուներ, ժողովուրդ ջան, հենց կորոնայի ժամանակ առաջի անգամ, որ ես իրապես տեսել եմ, թե ինքը ոնց է սահմանադրությունը տապալում։ Սահմանադրության կրթության մասին, պարտադիր կրթության մասին օրենք կա, կետ կա։ 5000 հոգու հոսանք անջատեցին, այնտեղ որ երեխեքին հեռահարուսուցման էին ուղարկել նոթբուքով, այդ մարդկանց իրավունքը խախտվեց, սահմանադրական իրավունքը։ Ինքը հելեց հիստերիկ բաներ էր անում, բա հոսանքի փողերը մուծեք։ Ժողովուրդ ջան, հոսանքի փողերը մուծելը վարչապետի պարտավորությունն է, չի սահմանադրություն բայելը իրանն էր։ Դատարանի դռները շրջափակել էր տալիս այդ ժամանակ նկատեցիք սահմանադրական։ Չէ, չնկատեցի։ Ինչու՞։ Ասեմ, որովհետև կոնկրետ գործողությունը, որը իրականացվում էր դատարանները փակելուց, դա հեղափոխության, ոչ թե Նիկոլի արած իշխանափոխության, այլ իրական հեղափոխության, լուստրացիայի եւ նման քայլերի հաջորդականության տրամաբանության մեջ էր մտնում։ Բայց երբ որ հասարակ քաղաքացին, ով ամեն ինչ արել էր, որ Նիկոլ Փաշինյանը գա ինչ-որ բան փոխի, հեծը նրան պարտադրեց, այդքան մարդու հոսանքը անջատելը մի բան էլ ասի, որ լավ են արել։ Ճիշտ եմ հասկանում մի րոպե։ Սահմանադրության խախտում չէր։ Դա կարող ենք իրավական բանով, տես ես դատավոր չեմ, բայց երբ որ գա մի հատ աստծո աջակցությամբ կգա ժամանակ, այդ բոլոր դրվագները առանձին կքննարկվի, ու դուք կտեսնեք, որ փաստ մարդուն, որ ուղարկել են տունը կոմպով դաս անելու, իր հոսանքը անջատում են, այսինքն իրան այդ իր սահմանադրական իրավունքից զրկեցին։
Այդ հստակ տապալում է, բայց այն քաղաքական գործողությունը, որը մտնում էր հեղափոխության փուլի մեջ, ժողովուրդ ջան, ԲԴԽ-ն ու մնացած դատական այդ կառույցները մինչ օրս շատ վատ վիճակում են, որովհետև այդ process-ը Նիկոլ Փաշինյանը տապալեց։ Եվ 18 թվականից սկսած Նիկոլ Փաշինյանը իր իշխանություն վերցնելու, բայց բոլոր հեղափոխական process-ները տապալելա մի նպատակով իր սեփական իշխանությունը պահպանելու։ Որտեղ Նիկոլ Փաշինյանը հստակ հասկանում է, եթե չլինի Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, ինքը իշխանություն չունի այս երկրում, որտեղ այս երկրի ընտրությունները քաղաքական չեն, անտի-ռեյտինգային ընտրություններ են։ Ով չի սիրում Քոչարյանին, ընտրում է Նիկոլին, ով չի սիրում Նիկոլին, ընտրում է Քոչարյանին։ Ու մեր մեծագույն չարիքը հենց այդ սկզբունքի մեջ է։ Երբ որ իրար այդ սև ու սպիտակների դասակարգումը մտցրեցին ու մեզ պարտադրեցին խաղանք այդ տրամաբանության մեջ։ Մենք այդ ժամանակ պարտվել ենք ժողովրդս։ Այսինքն, երբ որ գործադիրի ղեկավարը դատական իշխանության վրա այսպես ճնշումներով ուղղորդում է մարդկանց այնտեղ, դա դուք խնդրարից չեք հանդիպում։ Ժողովուրդ ջան, այստեղ արդեն տեսեք էլի Նիկոլ Փաշինյանի անձնական սխալից դուրս եկած պատմություն են քննարկում։ Ինքը գործադիր իշխանություն չպետք է դառնար, քանի հեղափոխությունը չէր հասել իր տրամաբանական գագաթնակետին։ Ոնց որ հիմա ես ասում եմ, խի 7 տարի առաջ չէիք հիշում, որ կաթողիկոս սենս կամ նենց Ալեն Սիմոնյանը տեսնում է արտահայտություն արեց, ոնց որ դու էլ այնտեղ ասում ես, չիմանանք այդ ձեռքը որտեղ ա եղել։ 7 տարի իրանց ձեռք էր տալի այդ ձեռքը որտեղ որ եղել է պաչեին, բայց ինչ որ sense ընտրություններից առաջ միամիտ բոլորը դառան լավ տղա։ Ու այդ լավ տղեն կոնկրետ եթե անձնական վիրավորանք կընդունի Ալեն Սիմոնյանը, թողնի, որտեղ ինքը չի կարա լավ տղա լինի, երևի կվիրավորվի այդ արտահայտությունից, էլի։ Եվ դուք անկախ այս իշխանության դիվերսիոն հարձակումներից եկեղեցականների վրա ինչ եք կարծում, դրանից զատ պետք է հավատավոր ժողովրդին պարզաբանումներ ներկայացնել, թե ոչ։ Ժողովուրդ ջան, ես ինքս ունեմ իմ վերաբերմունքը այսօրվա շատ այդ հոգևոր դասի ներկայացուցիչների մեջ, այդ անձնական վերաբերմունքը լավը չի, բայց դա չի նշանակում, որ ես ինձ կարամ թույլ տամ Նիկոլ Փաշինյանին թույլ տալ գալ ու եկեղեցին իանով անել կամ եկեղեցին պստել կամ ամբողջ աշխարհին ցույց տալ, որ մեր հոգևոր առաջնորդը կուսակրոն չի։ Շնորհակալություն։